ակնկալիքներով եւ առաջարկներով եք։ Հաղթելու, երկրում իրավիճակ փոխելու։ Ցուցակում կաք։ Այո, երկե։ Որ համարն է։ Դե կոռեկտ չի միջով, հնչեցները ես հնչեցնեմ։ Լավ, հաստատուն դիրքերում է։ Այսինքն առաջին տեղում եք։ Չէ, ես դες բան Իսկ չասեցի։ առաջին տեղում ով է։ Ինձ ակնհայտ է ձեր հարցը, Գագիկ Ծառուկյան։ Ես Ես իրավունք չունեմ այդ հարցը։ անակնկալ է լինելու պարոն Սուրենյանց։ Չեմ կարծում, երբ որ անհրաժեշտություն լինի, պարոն Ծառուկյանը կհայտարարի։ Ներողություն ասեցի Գագիկ Ծառուկյանն է առաջին համարը ցուցակի։ Այո։ Այսինքն անակնկալ չի լինելու վարչապետի տեխնացուի անունը։ Ես չեմ կարծում, որ այսօր այդ մասով ինչ-որ բաներ նորություններ ենք լսելու։ Բայց եթե առաջին ցուցակն է ավտոմատն է վարչապետի տեխնացու։ Ավտոմատ ոչ մի մի չի ենթադրում, եթե քաղաքական ուժը հստակ մեծամասնություն 50% գումարած մեկ չի հավաքում։ Պարոն Սուրենյան, շատ է։ Այսինքն ներողություն, դուք արդեն այս գլխից հույս ունեք, որ 50+1 չեք հավաքել։ Մենք գնում ենք հաղթելու։ Չէ, բայց եթե պարոն Ծառուկյան Բայց շատերը Իշխանությանը չեն հավատում այդ հաղթանակին ընդդիմության, ասում են հաղթանակի համար մեծ կոնսոլիդացիա է պետք, այս պահին շատ մեծ առնվազն 3 կոնսոլիդացիա տեսնում եմ այս պահին ես։ բայց մեծամասնություն կազմելու հեռանկարով։ Իհարկե։ Այս պահին շատ մեծ 3 կոնսոլիդացիա կա։ Թող ներեն մյուս քաղաքական ուժերը, բայց 3-ը տեսնում եմ։ Այսինքն այս անգամ 2021-ի հեռանկարի Վստահաբար չի կրկնվելու, նախ ավելի մաշած են Նիկոլ Փաշինյանն ու իր վարկանիշը, եւ երկրորդը ես կարծում եմ ընդդիմադիր ուժերը գոնե խոշոր կոնսոլիդացիաները ավելի պատրաստված վիճակում են մասնակցում ընտրություններին։ Կան ընդդիմադիր ուժեր, որոնց հետ բացառում եք համագործակցությունը։ Կա ուժ, որ այդ բացառում ենք համագործակցությունը, ԿՊՆ-ը ու իր արբանյակները։ Միայն դա թե այլ։ Ընդդիմադիր Իսկ ինչի չպետք է կազմենք, եթե մեր նպատակը Ես ասել եմ, սկզբունքը հետևյալն է։ Եթե մենք լինենք առաջինը, մյուսներն են պարտավոր լինելու կոնսոլիդացվել մեր շուրջ եւ հակառակը, եթե այլ քաղաքական ուժ ընդդիմությունից կլինի առաջինը, ամբիցիա չկա բնականաբար։ Սամվել Կարապետյանի ուժի հետ կոալիցիա կկազմեք հետընտրական Սամվել Կարապետյանի։ Ես ասեցի, ես հիմա անձերից վերանալու եմ։ Կա սկզբունք։ Եթե մենք լինենք առաջինը, մյուսները պետք է կոնսոլիդացվեն մեր շուրջ եւ հակառակը։ Եթե որևէ այլ ուժ ընդդիմադիր լինի առաջինը, մենք կոնսոլիդացվենք։ Ես ոչինչ չեմ բացառում, հա։ Ընդդիմությունը այդ ընդդիմության միասնականության թեզը ես արհեստական եմ համարում։ Բոլորը միասնական են Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցում, բոլորը միասնական են եկեղեցին պաշտպանելու հարցում, բոլորը միասնական են քաղաքականավորներին ազատ արձակելու հարցում։ Այս մի քանի կետեր կան, դրանց հարցում կատարյալ միասնականություն է։ Պարոն Սուրենյան, դուք որ նշում եք հաղթելու եք, բայց այս հարցումները որ հրապարակվում են 4% լավագույն դեպքում տալիս են։ Դուք սխալ հարցումներ եք տեսել։ Հանրապետական ինստիտուտի հարցումներ։ Տարբեր հարցումներ կան, որևէ հարցումում մենք որևէ հարցումում չկա որևէ հարցում արժանավատ ու ինչ ցանոթ, որ մենք բարիերը հաղթահարելու խնդիր ունենք։ Ո՞րն է ձեզ համար արժանահավատ հարցման պատասխանները, արդյունքները։ Այն հարցումները, որոնք մասնագիտական կազմակերպություններ են անում եւ որպես կանոն դրանց մեծ մասը փակել լինում է։ Բայց կա տվյալ օրինակ ձեր ասած արժանահավատ հարցումներով քանի տոկոս եք դուք հավաքել։ Ես հարցումների թվերը հիմա չեմ ասի, բայց մենք այսինքն 50% գումարած մեկ միայն մենք, բայց ըստ բան եմ ասում, ասում եմ ձգտում ենք դրան, չէ, նման հարցում չի կարող լինել, որտեղ այս պահին Հայաստանում չկա որևէ ուժ, որը 50% գումարած մեկ լինի։ Պարոն Սուրենյան, Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հայաստանում ռուսամետ ուժեր կան։ Ռուսամետ ուժեր չի ասել, ասել է Ռուսաստանի բարեկամներ։ Չէ, ռուսամետ ուժեր է ասել, ռուսամետ ուժեր բառը Լավ, օգտագործել։ թեկուս։ Ծառուկյան դաշին, չէ, ներողություն, ինչպես է առաջարկ Հայաստանին ԲՀԿ-ն տեղավորվում է այդտեղ։ Մենք Հայաստանակենտրոն ուժ ենք, որը Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների կողմնակից է։ Ձեր պատասխանը Վլադիմիր Պուտին։ Դա Փաշինյանի խնդիրն է։ Փաշինյանի հայտարարություններին, որ հետևենք, գժանոցում ենք հայտնվելու։ Ձեզ համար նաև ընդունելի է Քոչարյանի հետ կոալիցիան, պարոն Սուրենյանց Փաշինյանին հեռացնելու հարցում։ Ես ասացի, կգան ընտրությունները, արդյունքները անփոփված կլինեն։ Հիմա ենթադրենք եկել է։ Ես ենթադրություններով չեմ առաջնորդվում, երբ որ թոշակի կգնամ, այդ ժամանակ ռիսկերը կառավարել, պարոն Սուրենյան։ Ռիսկերը կառավարելու խնդիր չկա։
Ընդդիմադիր ցանկացած ուժի հետ համագործակցություն Այդ մեր համար կոմֆորտ է, եթե իշխանությունը փոխվելու է։ այդ թվում նաև պարոն Քոչարյանի հետ, որի օրոքի դեպ դուք քաղբանտարկյալ էիք։ Ինչ կապ ունի։ Ամենայն դեպս Քոչյանի օրոք այն խայտարակությունը չեմ ունեցել որպես քաղաքական գործիչ, որի գործնական օրոք Արցախը հանձնվել է։ Եթե ձեզ թվում է, ես հիմա պիտի դնեմ իմ ազնական կենսագրության բերումով սուբյեկտիվ մոտեցումներ ձևավորում, սխալվում եք։ Արցախի կորստից հետո այդ անցած իմ աչքին շատ մանր բաներ է թվում։ Բայց ես կրկնում եմ, դուք անդադ մի դաշտ մի տարեք, ես սկզբունքից եմ խոսում։